Կիև, Մոսկվա, Վաշինգտոն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը անցած մի քանի օրում այցելել է այս երեք մայրաքաղաքները Ուկրաինայի արևելքում մոլեգնող հակամարտությունը դադարեցնելու եւ եվրոպական ել ավելի խոշոր բախումը կանխելու համար։ Վաշինգտոնից Մերկելը կմեկնի մեկ այլ մայրաքաղաք Մինսկ, որը դարձել է ուկրաինական հակամարտության կարգավորման կենտրոն։ Մինսկում կհանդիպեն Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարները Վլադիմիր Պուտինը, Պետրո Պորոշենկոն, Ֆրանսուଆ Օլանդը եւ Մերկելը։ Վերլուծաբանների մի մասը ենթադրում է, որ փետրվարի 11-ին նախատեսված այսպես կոչված Նորմանդյան ձևաչափով հանդիպումը ռուս-ուկրաինական հակամարտությունը զսպելու վերջին հնարավորությունն է, քանի որ կողմերը իրար այլևս նոր բան հայտնել չեն կարող։ Բոլորը միմյանց կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել, սակայն ռուսները պնդում են, որ հարկ է սառեցնել այսօրվա վիճակով հաստատված ռազմաճակատի գիծը։ Ուկրաինացիները առարկում են պնդելով, որ պետք է վերադառնալ 2014-ի սեպտեմբերի 5-ին Մինսկում կնքված պայմանագրին։ Ուկրաինան արևմուտքից մարտական զենք է խնդրում, եվրոպացիները հապաղում են, ամերիկացիները նկատել են տալիս, որ արդեն կարելի է դիմել նաև այդ միջոցի։ Թերևս մարտական զենքի տրամադրման հարցն էլ կքննարկեն Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման եւ եթե ոչ ամբողջ Եվրոպայի, ապա առնվազն երկու ծանր քաշայինների՝ Գերմանիայի եւ Ֆրանսիայի տեսակետը ներկայացնող տիկին կանցլերը։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը փետրվարի 7-ին հայտարարել է, որ Ռուսաստանը ուղղակի զենք, զինամթերք ու զինծառայողներ է փոխադրում արևելյան Ուկրաինա, որտեղ Դոնբասի ռուս անջատականների առաջնորդները եւ մարզված վարձկանները հրահանգներ են ստանում անմիջապես Վլադիմիր Պուտինից։ But President Putin has to make a simple, stark choice. Get out of Ukraine or face continued isolation and growing economic costs at home. Նախագահ Պուտինի առաջ այս պարզ ընտրությունն է՝ դուրս գալ Ուկրաինայից կամ դիմակայել միջազգային ել ավելի խորը մեկուսացմանն ու տնտեսական ավելի թանկին վճարել, ասել է Բայդենը Մյունխենի անվտանգության գագաթնաժողովում։ Վլադիմիր Պուտինն իր հերթին արձագանքել է, թե Ռուսաստանը պատասխանատվություն չի կրում ուկրաինական ճգնաժամի համար։ Եգիպտոս այցելելու նախօրեին Ալ-Ախրամ պարբերականին տված հարցազրույցում նա ասել է, որ ճգնաժամը ծագել է ի պատասխան իրենց սառը պատերազմում հաղթող համարող Ամերիկայի եւ արևմտյան այլ երկրների գործողությունների, որոնց նպատակն է կամքը թելադրել ամբողջ աշխարհին։ Պուտինի խոսքերով իրավիճակը կայունացնելու համար Ուկրաինան պարտավոր է, մեջբերում եմ, անհապաղ դադարեցնել փակուղի մտած պատժիչ օպերացիան Ուկրաինայի հարավ-արևելքում մեջբերման վերջը։ Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական տվյալների այդ շրջանում անցած տարվա ապրիլից ընթացող ռազմական բախումներում զոհվել է ավելի քան 5350 մարդ։